25 ֆոտոպատմություն համայնքների զարգացման գործում իրենց ավանդն ունեցած կանանց մասին։ Վանաձորում մեկնարկած համայնքի շարժիչ ուժը երիտասարդական նախաձեռնության նպատակն է բացահայտել եւ հանրությանը ներկայացնել այն կանանց, որոնք փոփոխություններ են բերում իրենց համայնքներում, սակայն հաճախ մնում ուշադրությունից դուրս։ Ցուցահանդեսին ներկայացվել են կանանց հաջողության պատմություններ, հավաքագրված Վանաձորից, Գյումրիից, Սպիտակից, Սևանից եւ Բերդից։ Հայաստանի Հանրապետության համայնքներում կանայք հանդիսանում են քաղաքասարակության ոլորտի 70%-ից ավելին, սակայն երբ որ հասնում ենք որոշումների կայացման արդեն փուլում, նրանք չեն գերազանցում 3%-ը։ Եվ հենց այս թվերը մեզ համար մտահոգիչ հանդիսացան, եւ մենք որոշեցինք, որ շատ համայնքներում կան շատ կանայք, ովքեր մեծ գործ են կատարել իրենց համայնքների համար, ովքեր հանդիսացել են իրենց համայնքի շարժիչ ուժը եւ իրենց օրինակով մոտիվացրել են այլ երիտասարդներին, եւ ցավոք նրանց պատմությունները շատ ժամանակ մնացել է ստվերում։ Եվ հենց այս գաղափարի վրա ստեղծվեց մեր ծրագիրը։ Ցուցահանդեսին զուգահեռ անցկացվում է կանանց մասնակցայնության հավասար հնարավորությունների թեմայով պանելային քննարկում։ Ծրագրով կընտրվի 12 պատմություն, կհրատարակվի օրացույց առաջնորդ կանանց ճանաչելի դարձնելով լայն հանրությանը։ Անձնական պատմությունների ներքո ներկայացվում են համայնքում այնպիսի կանանց ու աղջիկների պատմությունները, որոնք մեծ դեր են ունեցել, շարժիչ ուժ են ունեցել յուրաքանչյուրը իր համայնքի համար։ Այս ծրագիրը մի հետաքրքիր այսպես խաղաթուղթ ունի մարդու մտածելակերպի վրա, որոշման փոփոխության վրա շատ մեծ դեր ունեն անհատների պատմությունները։ Մենք երբ որ մեկի պատմությունը լսում ենք, դա մեզ վրա ավելի շատ է այսպես հիշողության, մեզ վրա ազդում, քան ուղղակի այդ պատմությունը բերենք ինչ-որ մի խմբի մասին։ Հետևաբար սա շատ լավ գործիք է։ Հայաստանում ինչքան էլ տարիների ընթացքում փոխվել է իրավիճակը դեպի ավելի լավը, ամեն դեպքում դեռևս մեծ խնդիր է հանդիսանում գենդերային հիմքով պայմանավորված խտրականությունը, կանանց շատ հաճախ ավելի թերարժեքորեն են մոտենում, թերագնահատմամբ են մոտենում եւ մենք էլ փորձում ենք որոշակի առումով կոտրել այդ երկակի ստանդարտները, կարծրատիպերը, ինչպես նաեւ ոգեշնչել ավելի երիտասարդ սերնդին, որ չվախենան գործել, շարունակել առաջնորդվել։ Գյումրեցի Կիման, չնայած հանրության մեջ առկա կարծրատիպերին, որոշել է ավելի ակտիվ ներգրավվել համայնքային կյանքում։ Գյումրիում ծնվելը իմ վրա մեծ ազդեցություն է ունեցել, որովհետև այդ կարծրատիպերը, իր մշակութային ժառանգությունը, այդ ամեն ինչը ձևավորել են ինձ։ Մարդու իրավունքների այբուբեն ծրագիրը նպաստեց հենց իմ մասնագիտական կողմնորոշմանը, որովհետև երբ նոր դիմեցի ծրագրին, ես անորոշության մեջ էի, չգիտեի թե ինչ պետք է անեի, որտեղ պետք է ընտուվեի, բայց այստեղ ստացած գիտելիքները ինձ թույլ տվեցին հասկանալ, որ դու կարող ես անել այն ինչ որ դու ուզում ես, դու կարող ես փոփոխություն բերել քո համայնքում ու կարող ես մեծ գործեր անել, որոնք որ կարող են մնացածներին էլ ոգեշնչել, որ իրանք էլ նույնպես սկսեն գործել։ Նախաձեռնությունը կյանքի են կոչել Հայաստանում Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացվող մարդու իրավունքների այբուբեն ծրագրի մասնակիցները Ալվան Ծաղիկ սոցիալ կրթական կենտրոնի հետ համատեղ։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։